Վերնատունը միայն գրական ակումբ չէր, այն մի տաքուկ ու լուսավոր օջախ էր, որտեղ ամեն մի հոգի գտնում էր իր խաղաղությունը։ Թումանյանի տան դռները երբեք չէին փակվում, ակումբն ուներ իր չգրված օրենքները։ Օրինակ, եթե մեկը հանդիպման ժամանակ տխուր էր լինում կամ դեմքը կախ էր գալիս, Թումանյանը նրան տուգանում էր։ Տուգանքը սովորաբար լինում էր մի պատմություն պատմելը կամ բոլորի համար թեյ պատրաստելը։ Հետաքրքիր է, որ Թումանյանը երբեք չի ավարտել որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն, բայց նրա ինքնակրթությունն այնքան բարձր էր, որ նա համարվում էր իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը։ Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանում կարող եք տեսնել Թումանյանի անձնական իրերը, արխիվներ, ձեռագրեր։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը այս և այլ թանգարանների մուտքն ազատ է։